Հունիսի 6-ին ժամը 11-ին ազգային ժողովի գլխավոր մուտքի առջև տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի Հայաստան կատարած այցի։ Հայաստան չպետք է այցելեն նրանք, ովքեր դավաճանել են մեր անվտանգությանը, սատարել մեր պարտությանը եւ շարունակ փնտրում են մեր պետականության չեղարկումը։ Միացիր բողոքի ակցիային հանուն ազգային արժանապատվության։ Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հունիսի 1-ն էր Ստամբուլում պլանավորված բանակցություններից, ռուս-ուկրաինական բանակցություններից 1 օր առաջ, երբ, ինչպես ասում են, ինտերնետը ցնցվեց, ինչից մենք տեսանք մի ֆենոմենալ, մի գրող կենտրոնացված միաժամանակյա ռուսական միջուկային տրիադայի բաղկացուցիչ ռազմավարական ավիացիայի դեմ մի հարձակման, որը ըստ ուկրաինական հետախուզության արժեցավ Ռուսաստանի այդ հնարավորությունների 1/3-ը, 41 ինքնաթիռ ՆԱՏՕ-ի գնահատականներով 20-ից ավել առնվազն։ Այս ամենը իհարկե մեզ առիթ է տալիս մտորելու, թե ինչպիսին են լինելու ապագա պատերազմները, վաղվա օրվա պատերազմները։ Իհարկե մենք ձգտում ենք խաղաղության, բայց մյուս կողմից էլ երբ նայում ենք մարդկության պատմությունը, պատերազմը միշտ ուղեկցել է այդ պատմությունը, լինելով այդ պատմության մաս։ Զինվորականները, ինչպես Կլաուզևիցն էր գրում, միշտ պատրաստվում են անցած պատերազմներին։ Մինչդեռ երբ գալիս է նոր պատերազմը, բոլորին կանգնեցնում տհաճ անակնկալների առաջ։ Եվ ամեն ինչ կախված է մի բանից, որքանով են դոգմատիկ տվյալ երկրի զինվորականությունը, որքանով են նրանք ընկալունակ նորույթներին, որքանով են նրանք ընկալունակ ժամանակի, ինչպես ասում են, շունչը զգալուն, կամ ընկալունակ չեն, եւ վայ նրանց, ով ընկալունակ չէ։ Հիմա 2025 թվականն է, 5-րդ տարին, երբ Հայաստանը պարտություն կրեց, որովհետև 20 թվականի դրությամբ մենք ունենք սովետական բանակի վատ մոդիֆիկացիան։ Ինչ այլանդակություն կար սովետից մնացած եւ վաղուց մեռած, մենք փորձում ենք այդ մեռելը Լենինի նման պահել չթաղված, մտածելով, թե դա մեզ կարող է ինչ-որ օգուտ տալ, կամ արտաքուստ սիրուն է, կամ արտաքուստ ինչ-որ տպավորիչ, բայց մեջը բան չկար։ Դրա դառը պտուղները մենք տեսանք։ Փորձենք հասկանալ, ինչի հետ մենք գործ ունենք, կամ կարող ենք գործ ունենալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր այսօրվա հյուրն է ազգային անվտանգության եւ ռազմական անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը։ Բարև եք եկել, պարոն Արզումանյան։ Շատ ուրախ եմ ձեզ հետ եւս մեկ առիթ ունենալ հանդիպման։ Պարոն Արզումանյան, դուք էլ արդեն որպես մասնագետ եւ որպես այս խնդիրներով հետաքրքրվող մարդ, այդ մանրամասներով հետաքրքրվել եք իհարկե այն մասով, որ մասով հասանելի է մեզ բոլորիս, ձեզ եւս, եւ այս մտորումները նաեւ ձեզ են համակել, հա, եւ շատ կարեւոր է կիսվել մեր հանրության հետ, թե ինչի հետ մենք նախ ինչ տեղի ունեցավ, ինչ ցույց տվեց, ինչ դասեր տվեց մեզ այդ ամենը, եւ ինչ ենք անելու ըստ այդմ, համեցեք։
Ուրեմն հարց ինքան բազմաշերտ է, ճիշտ ասած չգիտեմ որտեղից սկսել եւ որտեղից ճիշտ որը ինչն է կարևորը, ինչն է ամենակարևորը։ Եթե փորձել հասկանալ ինչն է ամենակարևորը, իմ կարծիքով, առաջինը դու պիտի հասկանաս, որ այն, որ քեզ ուզում են համոզել, որ դու հնարավորություններ չունես, շանսեր չունես մտնելով մենամարտի մեջ, եթե մտնում ես գերիշխանության դեմ պատերազմի մեջ դու արդեն պարտվել ես, Ուկրաինան ցույց է տալիս, որ այդպես չի։ Առաջի կռիվը եւ հիմնական կռիվը դա գնում է կամքի կռիվն է, կամքի մենամարտությունն է։ Կլաուդիսը դրա մասին ասում է, որ պատերազմը ի սկզբանե եւ իր խորքում դա մենամարտություն է կամքերի։ Եվ մինչեւ դու մնում ես մենամարտության մեջ, մինչեւ դու չես կոտրվում քո հոգու մեջ, դու ունես հնարավորություններ կազմակերպել։ Ունես հնարավորություններ շարունակել պատերազմը։ Ուկրաինայի 4-րդ, 5-րդ տարին արդեն ցույց է տալիս ոնց է դա աշխատում։ Երկրորդը պետք է պատրաստ լինել ոչ թե միայն մենամարտել, բայց պետք է պատրաստ լինել համակերպվել, ադապտացվել։ Եթե դու մտնում ես պատերազմի մեջ եւ տեսնում ես պատերազմը գնում է լրիվ ուրիշ ճանապարհով, ուրիշ մեթոդներով, որին դու չես պատրաստվել, դու պիտի պարտավոր ես սկսել համակերպվել, փոխվել, որ համապատասխանես այդ պատերազմին։ Այս պատերազմում, ուկրաինական պատերազմում մենք կարող ենք տեսնում ենք երկու կողմներ այդ ճանապարհով գնում են, եւ Ուկրաինայի ռազմական ուժերը, եւ Ռուսաստանի ռազմական ուժերը այդ համակերպման ճանապարհով գնում են։ Ուկրաինան մի քիչ ավելի շուտ է համակերպվում եւ այստեղ կրեատիվը մոտեցում ունեցողը դա Ուկրաինան է, Ռուսաստանը հասնում է, բայց ինքն ուժերի համակերպում է։ Լավ երևում է, ասենք, հրետանու կիրառման հետ կապված։ Ուկրաինան երբ սկսում է պատերազմը, կառուցված են այդպես կոչված հրետանու հետախոզական համալիրներ։ Այդ հասկացողությունն է, որը սովետական դոկտրինայում առաջ անգամ 70-ականներին ձևավորվել, երբ դու ունես հնարավորություններ հետախոզել, գտնել թիրախները եւ հրետանու կամ հրթիռների, ռակետաների հասցնել եւ նրանք հարված են հասցնում եւ այդ ցիկլը գտնել, նշանել թիրախը, հասնել տեղեկատվությունը հրետանու կամ հրթիռական կոմպլեքսներին, որ իրանք հարված են հասցնում, այստեղ արագությունն է աշխատում, ինչքան շուտ դու կարող ես դա անել։ Ուկրաինական պատերազմը երբ սկսում էր, Ուկրաինան դա կարողանում էր անել մի 10-15 րոպեում։ Ռուսաստանը այդ ճանապարհը անցնելու համար անցնում էր 2 ժամից 4 ժամ, մինչև իրար կարողանում են որտեղից կրակա եղել, ուզում են թիրախը կրակել, 2 ժամում փորձում են այդ ամեն ինչը կազմակերպել, 2 ժամ է ձգում։ Այսօր այդ ցիկլը, որի մասին խոսում եմ, եւ Ուկրաինայի մոտ, եւ Ռուսաստանի մոտ 2 րոպե է։ 2-3 րոպե է։ Երկու կողմն է կարողացել են համակերպվել եւ սկսեն աշխատել լրիվ ուրիշ ձևով, բայց եւ ուկրաինական ռազմական ուժերը, Ռուսաստանի ռազմական ուժերը մտնում են պատերազմի մեջ լրիվ ուրիշ վիճակում։ Առաջինը դու պիտի պատրաստ ես փոխվել։ Եթե դու սառում ես, եթե դու չես կարողանում դուրս գալ այդ մտածելակերպից, այդ պատերազմի մոտեցումներից, որը դու մտել ես պատերազմ, դու արդեն պարտվել ես արդիական պատերազմում եւ բոլոր պատերազմներում։ Հիմա մեզ համար հիմնական դասը, որ մենք պիտի խառնենք, հայկական ռազմական ուժերը, մեր սպայերը, սերժանտները, շարքայինները պիտի պատրաստ լինեն միշտ համակերպվել, պիտի փոխվել։ Եթե դու այդ ճանապարհով չես գնում, եթե դու սառեցված ես մնում հին տակտիկաների մեջ, մնում ես հին եւ պատերազմից դուրս, դու արդեն պարտվել ես։ Ինձ համար այդ հիմնական դասերից մեկն է։ Երկրորդ դասը, որը կարևոր է ինձ համար, այն է, որ այսօրվա տեխնոլոգիական հնարավորությունները փաստորեն քեզ տալիս են հնարավորություններ, ռազմական հնարավորություններ, որոնք 10-15 տարի առաջ ունեցել են միայն ուժային կենտրոնները։ Դու պիտի ունես ուժային կենտրոն, որ ունես հետախուզության հնարավորությունները, հարվածների, որ այսօր ցույց է տալիս Ուկրաինան, դա ունեն միայն ուժային կենտրոնները, տարածաշրջանային քաղաքակրթ եւ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Ֆրանսիան,
Փոքր ոչ մեծ երկրներ հնարավորություններ չեն ունեցել։ Այսօրվա պատերազմներում դու ունես հնարավորություն է ունած հնարավորությունները ձեռք բերել եւ կիրառել։ Եվ այստեղ այն ասիմետրիան, որը միշտ եղել է ոչ մեծ երկրների եւ ուժային կենտրոնների մեջ, այդ ասիմետրիան հնարավորություն կա հաղթահարել հասարակությունը վերականգնել, ինչը հնարավոր չէ։ Եվ Ուկրաինան այսօր ցույց է տալիս ոնց է կարող աշխատել նման ձևով։ Այս վերջի փայլուն օպերացիան, որը դուք ասում եք, նման օպերացիան անցկացնելու համար պիտի սինխրոնիզացնես մեր տարածքների վրա, Վլադիվոստոկից սկսած մինչ սինխրոնիզացիա հնարավորությունները, կապերի միջոցները կազմակերպելը ունեցել է միայն ուժային կենտրոնը, բայց Ուկրաինան այսօր ունի։ Եվ մենք էլ կարող ենք նման ճանապարհով գնալ։ Այդ մենք որ մտածում ես որ դե հնարավորությունը չունես եւ ի սկզբանե պարտված ես, դա ճիշտ մոտեցում չէ։ Իհարկե Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև դիսբալանսը շատ ավելի մեծ է, քան մեր պոտենցիալ հակառակորդ Ադրբեջանը։ Ադրբեջանը, եթե դաժե Թուրքիան վերցնենք, այդ խնդրը չկա, այդ խնդրը կարող ես լուծել։ Հիմնական խնդրը, որը դու հասկանում ես եւ որը արժե մենք տեսնում ենք Ուկրաինայում ինչ է տեղի ունենում, նման պատերազմների մեջ դու պարտավոր ես ներառել քո ազգի ողջ ներուժը։ Այսօր ուկրաինական ռազմական ուժերին օգնություն են հասցնում բիզնես կոմպանիաները, տեխնոլոգիական կոմպանիաները, որոնք ուղղակի կապեր են ստեղծել բրիգադաների հետ, բատալյոնների հետ։ Ես սպասարկում են, օգնում են, չգնալով այդ մեծ ծանր սպառազին բյուրոկրատիան աշխատում է, մեծ զենքը գալիս է, բայց բացի դրանից հասարակությունը, ժողովուրդը իր բանակին հնարավորություններ է ստեղծում, կապեր է ստեղծում եւ այդ կապերը դառնում են խիստ կարևոր ռազմական գործողությունների ժամանակ։ Եթե դու որպես պետություն պատրաստ ես այդ կապերը ինստիտուցիոնալիզացնել խաղաղ ժամանակ, մենք այս համապարփակ պաշտպանության եւ անվտանգության մոտեցման համակարգի մոտեցման մեջ դա անվանել ենք, ես անվանել եմ որպես տեխնո-ռազմական միություն։ Դու պետք է կարողանաս տեխնոլոգիական կազմակերպությունները, հնարավորությունները ուղղակի տակտիկական օպերացիոն մակարդակի վրա կապես քո ռազմական ուժերի հետ, որ իրանք ասեն ինչա պետք եւ միանգամից դու որպես բիզնես կամպանիա կրեատիվ ձևով այդ ապահովում ես։ Այդ ներքին հորիզոնտալ կապերը, եթե դու որպես պետություն կարող ես ինստիտուցիոնալիզացնել խաղաղ ժամանակները, աշխատացնել այդ մոդելը, ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, դա տալիս է ահռելի հնարավորություններ։ Երբ այդ մեծ ծանր համակարգերը, ռազմական համակարգերը պահում են ընդհանուր ռազմավարական մակարդակի վրա բալանսը, բայց այդ ներքին տակտիկական օպերացիոն մակարդակի վրա այդ հնարավոր կապերը այդ տալիս են քեզ ահռելի մեծ հնարավորություններ։ Եվ ի սկզբանե ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ համապարփակ մոտեցումը, երբ ողջ ազգն է մտնում պատերազմի մեջ, ողջ ազգն է մտնում այդ պատերազմի մեջ, ուրիշ ելք չունի, ուրիշ լուծում փոքր ոչ մեծ պետությունների համար չկա։ Այդ երևի երկրորդ մեծ դասն է, որը մենք տեսնում ենք Ուկրաինայում ինձ համար։ Երրորդը ես տեսնում եմ ինչքան կարևոր է հասարակության պատրաստությունը։ Դրա մասին քիչ են խոսում, քիչ է գիտեն, բայց երբ Միացյալ Նահանգները հասկացել է 2012-13 թվականի, որ խուսափելի է Ռուսաստանի նեոկայսրական մոտեցումը, իրանք սկսել են փորձել Ուկրաինային օգնել, որ ինքը սկսի փոխակերպել իր ռազմական ուժերը։ Եվ փոխակերպելու ռազմական ուժերը իրանք բավականին շուտ հասկացել են, որ եթե ուզում ես Ուկրաինայում երկրում կազմակերպես նման ռազմական գործողությունը եւ հիշելով պատերազմը դա քաղաքականության ողջ հասարակությունն լինելու մեջ, Ուկրաինային խորհուրդ են տվել եւ Ուկրաինան ընդունել այդ խորհուրդը, որ պետք է քաղաքական վերահսկողությունը, քաղաքական համակարգը գնա դեցենտրալիզացիա ճանապարհով։ Դու պետք է շատ իրավունքներ տաս համայնքներին, մարզերին, որ իրանք հնարավորություն ունենան իրանք կազմակերպեն, իրանք աշխատեն որպես քաղաքական եւ հասարակական գործոն, դերակատար։ Եթե դու ամեն ինչ կենտրոնացնում ես, միայն կենտրոնական լինիան ունես, ես չես տալիս հնարավորություն ազատ մարզերում, ներքևում աշխատեն, կրեատիվ աշխատեն, դու պարտվում ես։ Արդյունավետ չէ։ Եվ դու քաղաքական համակարգ դու պետք է պատրաստ լինես մայրաքաղաքից իշխանությունը ձեռք տաս կենտրոն, ձեռքից կիսվես իշխանությունով։ Այսօր Ուկրաինան կարողանում է պատերազմում Ռուսաստանի դեմ աշխատել, որովհետև Զելենսկին իրան թիմը պատրաստ է իշխանությունով կիսվել։
Ոչ թե լրիվ իհարկե, լրիվ չէ, բայց ինքը հասկանում ուրիշ ելք չկա եւ բավականին մեծ ազատություն տված է ռազմական ուժերին, տված է տարածքային դերակատարներին եւ այլն։ Այդ մյուս տարածքային պաշտպանության զորքեր, Կիևի փրկությունը, չէ, ամենաառաջին օրերին դա տարածքային պաշտպանության զորքերն էին, որ փրկեցին ռուսական դեսանտ։ Իրանք չեն հասցել Ռուբեն ձևավորել։ Իրանք հասկացել են, որ ճանապարհը իրանք ձևավորել են թղթի վրա, շակետները սկսել են փոփոխությունները մտցնել եւ հասկացել են, որ տարածքային պաշտպանության հիմքը այն իշխանության կիսման վրա է կառուցում։ Եթե դու չես տալիս մարզերին իրավունք, հնարավորություն, որ իրանք ստեղծագործեն, փրկեն, դու չես հասցնելու ռազմական գործողություն։ Այդ մյուս խնդիրն է։ Դες եթե դու ուզում ես ունենալ նման պատերազմում մասնակցես, համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի ներսո, դու պիտի պատրաստ ես դեկենտրոնացնես քո իշխանությունը, ապակենտրոնացնես քո իշխանությունը քաղաքական, տնտեսական, ֆինանսական դու պիտի ազատություն տաս քո հասարակության։ Նման պատերազմում հաղթում է եւ դիմադրում է միայն ազատ հասարակությունը, միայն ազատ մարդը։ Մարդը, որ զգում է ստրուկ, զգում է իր երկրորդական, զգում է իր կյանքից դուրս հապված, նման պատերազմում չի կարող հաղթել։ Եվ այստեղից գալիս է խիստ կարևոր ինձ համար եզրակացության։ Նման պատերազմում դու կարող ես հաղթել միայն ու միայն Հայաստանի ումով, եթե դու ժողովրդավարական պետություն ես եւ ունես կառուցում ես ժողովրդավարական հասարակություն։ Եվ դու ձևավորում ես եւ օգնում ես կայանա աճի ազատ քաղաքացի, որը պատրաստ է կազմակերպվել, ինքնակազմակերպվել, միացնույս քաղաքացիների հետ կազմակերպի իր տան, իր քաղաքի, իր մարզի, իր երկրի պաշտպանությունը։ Նման պատերազմը պարտադրում է ազատ քաղաքացու, կազմակերպված քաղաքացու։ Դες ոնց էլ գնում ես Ռուբեն ստացվում է պատերազմում միշտ եղել է եւ մնում է հիմնական գործոնը դա մարդն է։ Եվ եթե մարդը ազատ է, եթե մարդը իր հողի վրա է, եթե ինքը պաշտպանում է իր երկիրը, ինքնակազմակերպման ունակ, այդ կրեատիվ կարող է այդ ամեն ինչ կազմակերպել, ամեն ինչ ստացվում է։ Եթե ճանապարհով չես գնում, դու մնում ես այն օրվա մեջ, որը մենք տեսնում ենք Ռուսաստանում, որը հավաքում է ողջ ներուժը, փորձում է այդ պատերազմը շարունակել, բայց եթե ոչ մեծ պետություն ես, դու ուրիշ ելք չունես իմ կարծիքով։ Դա երևի երրորդ հիմնական լուծումն է, դասն է, որը ես տեսնում եմ Ուկրաինայում, եւ չորրորդը ես տեսնում եմ ինչքան կարեւոր է ունել առաջնորդներ, քաղաքական առաջնորդներ, որը պատրաստ են ասել ոչ։ Զելենսկին համարձակվեց Միացյալ Նահանգների օվալ կաբինետում ասի ոչ։ Ինքը համարձակում է ասել ոչ Պուտինին, Դեն Սյաոպինին, բոլորին, որովհետև ինքը պաշտպանում է ժողովրդին։ Ինքը ոչ թե մեծ է, փոքր է, ուժ ունի, չունի, դու պետք է կամք ունենաս։ Եթե չունես այդ կամքը, քեզ չեն հարգում, քեզ այդ չեն լուրջ չեն վերաբերում եւ դու փաստորեն հնարավորություն չունես մամատերազմի մեջ լինել։ Դրա համար քաղաքական կամքը, պետական կամքը, ազատ քաղաքացի, որը պատրաստ է եւ պատրաստում է խաղաղ ժամանակներում, ճգնաժամի ժամանակ պատերազմի, դա երևի հիմնական կորիզն է եւ հիմքն է, որի վրա դու կարող ես կառուցել քո երկրի պաշտպանությունը, որտեղ մնացածը փոխվելու է։ Որ այն ձևով ոնց սկսել է պատերազմը 2022 թվականի Ուկրաինայում եւ այն ձևով ոնց այսօր ատանում պատերազմը Ուկրաինայում, դա լրիվ ուրիշ եղանակներ են։ Բայց ուկրաինական ժողովուրդը ազգը կարողացել է ճանապարհ անցնել եւ շարունակում է ճանապարհով գնալ։ Եվ արդյական պատերազմները ցույց են տալիս, որ ուրիշ ելք չկա։ Դու պետք է լինես ունենաս կամք, դու պետք է պատրաստ լինես համակերպվել, դու պետք է պատրաստ լինես կանգնել եւ պաշտպանել քո երկիրը։ Այդ ժամանակ դու ունենանում ես հնարավորություններ այդ ամեն ինչ անել։ Պարոն Արզումանյան, տեսեք, բայց կամք, այո, դա անժխտելի ազատություն, այո, բայց տեսեք, հենց պետության ֆունկցիան էլ կայանում է նրանում, որ այդ ամենում իրականացնի, այսպես ասենք, ինստիտուցիոնալ ապահովում եւ որպեսզի հնարավորություն ունենա մոբիլիզացնելու նաեւ ինտելեկտը։ Օրինակ տեսնենք, ասենք
ռազմական պատմությունը, հա։ Հրետանին միջին դարերում էր ստեղծվել, բայց իր ժամանակակից կիրառումը գտավ միայն այն ժամանակ, երբ ասենք Նապոլեոն Բոնապարտը Տուլոնը ափից պաշտպանեց անգլիական նավատորմից, խորտակեց։ Այո, դա հեղափոխություն է, ռազմական հեղափոխություն։ Տանկերը դեռ 19-րդ դարի վերջում տենց ինչ-որ էքսպերիմենտալ կային, զանգվածային սկսեցին օգտագործել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ այդ կինոխրոնիկան նայում ենք, ինչ-որ անճոռնի, անֆիգուր, ինչ-որ սենց թրթուրներով մի կերպ սողացող ինչ-որ անհասկանալի մեքենաներ էր, երևի ավելի շատ վախացնելու համար հակառակորդին, քան ֆունկցիոնալ ինչ-որ բան կար։ Բայց գալիս է Գուդերյանը եւ մշակում տանկային զորքերի կիրառման հայեցակարգը, որը ակտուալ է մինչ օրս։ Հիմա տանկերը ըստ այդմ են կիրառվում, ուրիշ կիրառման ավելի լավ ձև չեն գտել։ Անօթաչու թռչող սարքերը էլի երևի մի Առաջինները նույն ձևի երկու առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ են եղել։ Հիմա տեսեք, բայց այս պատերազմի ընթացքում էր, որ Ուկրաինան դարձավ աշխարհի առաջին եւ առայժմ միակ երկիրը, որը անօթաչու ավիացիան առանձնացրեց որպես առանձին զորատեսակ, դրանց օգտագործման ըստ էության հայեցակարգ մշակեց, այնտեղ հրամանատարություն կա, արդեն ստորաբաժանումներ կան, հա, ասենք սովորական զորատեսակ է, այնպես ինչպես ասենք, հրետանին տանկային զորքերը կապը եւ այլն։ Եվ մենք տեսնում ենք, որ արդեն առանց դրա ուղղակի անպատկերացնելի է այս պատերազմը, անպատկերացնելի է ուկրաինական բանակը եւ սա էլ այն դեպքն է, որ ասում են մենք դեռ չենք էլ սկսել, հա։ Այս ամենը դեռ զարգանալու է։ Օրինակ, երեք էր թե առաջի օրն էր, երբ մենք տեսանք, որ Բրիտանիան որոշում է ընդունել 350 միլիոն ֆունտ ստերլինգի միայն անօթաչու տրամադրել Ուկրաինային, այսինքն տեսնելով հեռանկարայնությունը այդ ամենի, միանգամից մեծ խմբականակով տալիս են, որ իրանք իրենց ռազմական խնդիրը լուծեն, որովհետև պարզ ամռանը ռուսները ինչ-որ հարձակում են նախապատրաստում, իսկ ուկրաինացիները ձևը գտել են անօթաչուներով հարձակումը կասեցնելու, կոնցենտրացիա թույլ չտալու ուժերի, հա, այդ հարձակողական խմբավորում ձևավորելը թույլ չտալու համար, նաև հարձակվող այդ շարասյունները ուղղակի օդից ջարդելու, այսպես են լուցկու տուփերի նման։ Ասելիքս ինչն է, այդ իմաստով մենք վերջի բանը, գոնե ես մինչև բանակում ծառայում էի, բան կար, սովետի բայվոյ ուստավ սուխապուտնիխ վոյսկ, որը SSR-ը ջնջել էին, գրել էին RF ու դրանով ղեկավարվում էր, դե բանակում էլ ռուսերեն բոլորը գիտեին, դրանով էլ ղեկավարվում էին, ահա ջոկը սենց պետքա մարտվարի դասակը, վաշտը, գումարտակը եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Բայց մեջն լիքը վիճելի բաներ կան, որ ասում ենք լավ, էսի ռեալ չի, էլի։ Բայց դա նորմալ էլ չկա։ Դա վաղուց էր շատ։ Հիմա մենք ունենք պատկերացում, կամ մենք մոդելավորել ենք արդյոք, ոչ թե երեկվա պատերազմը ինչա լինելու էլի, հա, այն Կլաուզևիցի ասած, այլ վաղը ըստ այս զարգացումներ, այս տրենդերի, որ մենք տեսնում ենք։ Առանց դրա, որովհետև մեր համագործակցությունը, հա, քաղաքացիների տարբեր կառույցներում, միկրոմակարդակում, մակրոմակարդակում արդյունավետ չի լինի։ Համեցեք։ Դու մեծ հարցարում Առաջին այո, պետք է հասկանալ այդ բավականին խորքային միտք կարող է թվարկում դրինի համար, բայց ունենալ ռազմական միջոցներ, հնարավորություններ, դա
գործի կեսը չի, ավելի քիչն է արդեն քիչից կարելի ասել։ Դու ճիշտ ես ասում, որ առաջին համաշխարհային պատերազմից վերջանալուց հետո 18 թվականին փաստորեն բոլոր ռազմական միջոցները, որը հետո կիրառվել են երկրորդ համաշխարհային պատերազմում, արդեն ձևավորված էին։ Եվ տանկերը, եւ հրաձիգները, եւ կապը, եւ այլը։ Այդ ամենը չի եղել է։ Բայց չի եղել դոկտրին, չի եղել հայացույց, ոնց է դա կիրառվում։ То есть զենքի կիրառման դոկտրինը, եթե չունես ոնց ես կիրառում նոր ձևատեսակներ, զոնատեսակները, որը ունես, դրանց օգտագործումը բավականին այնքան արդյունավետ չի լինի, ոնց կարող է լինի։ Եվ ճիշտ է, Գուդերյանը դա լավ ցույց է տվել, որովհետև եթե վերցնես երկրորդ համաշխարհային պատերազմը 1940 թվականը, եթե վերցնեք, տեսնեք, Ֆրանսիան ավելի շատ տանկեր ունի, քան թե Գերմանիան, Վելիկաբրիտանիան ավելի շատ տանկեր ունի, քան թե Գերմանիան։ Սովետն էլ չեմ ասում, Սովետը չի խոսում, հա, անդամներով եւ Ֆրանսիայի, Վելիկաբրիտանիայի տեխնիկայի որակ ավելի բարձր, քան թե Գերմանիան, բայց Գերմանիան ունի դոկտրին Blitzkrieg։ Եվ այդ Blitzkrieg-ը շլիֆենի աղեղը եւ այդ Blitzkrieg-ը փոխել է տալիս է նոր որակ եւ դոկտրինն է տալիս հնարավորություն խոսել ռազմական հեղափոխության մասին։ Եվ այստեղ ուրիշ մեծ ստանդարտ եւ շատ հոգեբանական դժվար խնդիր է սկսում, որտեղ Blitzkrieg-ը դու կարող ես թղթի վրա ճակետներում գրես, բայց այդ դոկտրինը պիտի դառնա քո ռազմական ուժերի մաս։ Քո սպայերը, քո շարքայինները, սերժանտները պիտի նրանց կրողը լինին։ Թե ինտելեկտուալ առումով, եւ բարձված եւ պատրաստն է դա վարժել։ Եվ այստեղ սկսում է երրորդ խնդրումը, որի մասին Լիդելարտն է լավ խոսացել։ Ասել է, որ նորարար մտածելակերպի ներդրումը մարդկանց ուղիի մեջ ավելի դժվար խնդիրը, դրանից ավելի դժվար խնդիրը հին մտածելակերպը հանելն է։ Հին մտածելակերպը հանելը ավելի դժվար խնդիր է, քան թե նորը դնել։ Դա մեր ռազմական ուժերի հիմնական խնդիրն է, ոչ թե նորարարականը ստեղծելը, բայց հինը սպայերից հանել, ստիպել ինչ որ ձևով եւ կարողանաս դնես նորը այսօրվա համապատասխանող։ Այդ առաջինը եւ երկրորդը նորից կկրկնեմ, այսօրվա պատերազմը ինքան շուտ է փոխվում եւ քո սպայերը պիտի պատրաստ են եւ հասարակությունը ընդհանրապես պիտի պատրաստ են շատ շուտ կայսակի պես համակերպվել։ Դու իրավունք չունես ընդունել ինչ-որ մի դոկտրին, ինչ-որ մի լուծում ռազմական եւ 10 տարի, մի տարի համարես դոգմա ու էլ ավելի եւ դու անցնում ես դոգմայի ճանապարհով, դու պարտվել ես։ Եվ ռուսական ռազմական ուժերը Ռուսաստանը այդքան է վատ չեն, Ռուբեն, պետք չի թերագնահատել։ Նույն ձևի ռուսական ռազմական ուժներում դրոնների, ԱԹՍ-ների ստորաբաժանումներ արդեն ստեղծվել են։ Նույն ձևի իրանք շատ պրոֆեսիոնալ աշխատում են։ Նույն ձևի ռուսական բանակը, գեներալները, գենշտաբը հասկանալով իրաց ընդհանուր համակարգի ծանրությունը, որ շատ ածանր չի աշխատում, այս ստորաբաժանումներին տվել է լրիվ ազատություն։ Հիմնական մասը ինժեներներ են տեխնոլոգիից, որը անցել են ռազմական ծառայության եւ ասվածա լրիվ ազատություն։ Ոնց ուզում եք պատերազմեք, ոչ մեկին չեք ենթարկվում, դուք եք ձեզ ազատություն ատված, բայց այս թերախները պիտի խփեք։ Ռազմական ուժերը Ռուսաստանի ուժերի համակերպում են։ Մեր ռազմական ուժերի հիմնական խնդիրն է այդ մշակույթը ոնց մտցնել ռազմական համակերպում ադապտիվ մոտեցումը դու պիտի պատրաստ ես միշտ սովորել եւ պիտի պատրաստ ես ադապտիվ լինելու եւ ցավոք սրտի ինձ համար ցավալի է որ ադապտիվը եւ կրեատիվությունը դա հայկական մշակույթի անբաժանելի մասն է հայի համար կրեատիվներ ստեղծագործել ռազմական դաշտում ազարտն է եթե համար ստեղծագոր ինքը պատրաստ է բայց պատրաստ չի քո ռազմական եւ անվտանգության համակարգը քարակուսի է ոչ թե քարակուսը սառել են իրանք մնացել են սառված եւ ոնց անել որ քո ռազմական եւ հասկանալի է որտեղ հաստատությունները իներցիայի մեջ են ոնց եւ հիմնական խնդրեմը ոնց է այդ ադապտիվը մտցնում ես 15 տարի եմ զբաղվում այդ խնդիրներով կարելի ասել եւ 12 գրքերից առնվազն 7 դրա մասին է ոնց կարելի է դա անել թեորիայում ոնց դա կարելի անել կոնցեպցիաներով ես կարելի ասել պատկերացնում եմ եւ գիտե որ այսօր մեր գենշտաբում կա արդեն կորիզ, որ այդ խնդիրների շուրջ մտածում է, բայց ոնց անել, որ դա դառնա ընդհանուր մշակույթ։ Այո, դա մեծ խնդրեմ է, եւ դա հոգեբանական խնդրեմ է, կազմակերպչական խնդրեմ է,
փոխել հաստատությունները եւ քաղաքական խնդրեմ է, որտեղ դու պետք է ունենաս երկար կամք, ցանկություն եւ կամք, պետական կամք, քաղաքական կամք, որ ստիպես ճակետներով քո գեներալներին սկսեն փոխվել առանց ուժի իրանց անցած երաս ճանապարհով իրանք չեն համակերպել, իրանք չեն գնալ այդ ճանապարհով եւ եթե չկա քաղաքական կամք այդ ամենը սկսել նման ճանապարհը կլինի երկար ժամանակ կպահանջի, բայց մենք այդ ժամանակը չունենք։ Դրա համար քաղաքական կամք, քաղաքական կամքից պետական ծրագիր, պետական ռազմավարություն, ոնց է սկսում փոխակերպել քո ռազմական ուժերը։ Եվ այդ ժամանակ իմ կարծիքով մենք բավականին շուտ կարող ենք այդ ճանապարհը անցնել, որովհետև ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ արդիական պայմաններում այն process-ները, որը 20-րդ դարում տեղի են ունենում 15-20 տարի են պահանջում, դու հիմա կարող ես այդ ճանապարհը 3-5 տարում անցնես։ Այդ ժամանակները նոր տեխնոլոգիաները սխմել են եւ այն process-ները փոխակերպման process-ները, որը դա թվում են տասնյակ տարիներ, դու այդ հնարավորությունը ունես, բայց հնարավորությունից անցնել իրականությանը դա կամք է եւ գիտելիք իհարկե, կամք եւ գիտելիք, ոնց ես պատրաստում քո սպայերի նոր գիտելիքներով, ոնց ես սովորացնում լինեն ազատ ստեղծագործել, ոնց ես կառուցում քո ստորաբաժանումները սկսած գումարտակից եւ վեր, որ իրանք պատրաստ են վերցնած պատասխանատվություն եւ գործել ապակենտրոնացված ձևով եւ այլ առաքելության հրամանատարության ներքո դրանք ոչ թե գիտության խնդիրներ են, գիտության մեջ հասկանալի, բայց ներմուծման, մտածողության փոփոխման եւ ներդրման խնդիրներ առուբ են եւ դա դժվար խնդիրներ են։ Պետք չէ մտածել դա հեշտ անելու։ Բոլոր բանակները, որ ստացել են սովետական ժառանգություն, այդ խնդիրների մեջ են։ Եվ Պոլշայի բանակը, եւ Բալթիա երկրների խնդրեմ, Բուլղարիան, Ռումունիան, ես տեսնում եմ, հետևում եմ, բոլոր այդ խնդիրը միջև հիմա միջերչական չեն լուծել։ Մտածողության իներցիային միշտ մտածողության իներցիան է հին մոտեցումը, ինքը երբ եղել է կուրսանտ, անցել է ճանապարհը։ Իրար հետ հանել այդ կորիզից շատ դժվար խնդիր է, բարձում է։ Բայց լուծելի։ Ուկրաինան լուծում է։ Եվ դա ցույց է տալիս, Ռուսաստանը լուծում է, Ռուսաստանը փոխվում է։ Եթե Ռուսաստանը կարողանում է փոխվել, Հայաստանին մեր կրեատիվության ստեղծագործական մոտեցումներով մենք բավականին շուտ չեմ ուզում ասել, բայց տարիների ընթացքում մի 5 տարում կարող եք այդ խնդիրները լուծել, եթե ունենաք, նորից եմ կրկնում, քաղաքական կանգ, որտեղ պատերազմը դա քաղաքականության շարունակություն է ուրիշ մեթոդներով։ Եթե դու չես դնում եթե դու չես կարողացում ճիշտ համատեքստ, քաղաքական համատեքստ նման փոխակերպման համար, այդ փոխակերպումները չեն գնում իհարկե։ Դրա համար քաղաքական կամք, պետական կառույցների պատրաստություն եւ մենք կարող ենք դա անել, համոզված եմ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Արզումանյան, այո, դուք ձեր առաքելությամբ էլ մեծ աշխատանք եք անում եւ նաեւ այս քննարկումների ընթացքում էլ ձեր գիտելիքները փոխանցելով մեր հեռուստադիտողին, մեր հասարակությանը եւս նպաստում եք, որ այո, այս ընկալումները արմատավորվեն մեր հասարակության մեջ։ Շնորհակալ եմ, միշտ նոր հանդիպում, բարին ընդ։ Շնորհակալություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր ռազմական անվտանգության եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ, լսեցինք իր դիտարկումները եւ գնահատականները կապված ժամանակակից եւ վաղվա պատերազմների հետ օրերս տեղի ունեցած իրադարձությունների օրինակով։ Քարտաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Տեղի ունեցել Թրամփ-Պուտին հեռախոսազանգ, հեռախոսային խոսակցություն, որի ընթացքում Թրամփը համաձայն Truth Social սոցիալական ցանցում իր գրառման խոսել է
Պուտինի հետ, ոչ միայն Ուկրաինայի հետ հաշտությունից կամ զինադադարից, այլև իրանական թեման է մեջտեղ բերել եւ առաջարկել Պուտինին, որ իր աջակցությունը ցուցաբերի, որպեսզի այդ գործարքը կայանա։ Թվում է, թե մեկը մյուսի հետ ինչ կապ ունի կամ Պուտինը ինչից դրդված պետք է օգնի Միացյալ Նահանգներին, մինչդեռ հակառակում է շահագրգռված Ռուսաստանը։ Սա լրջագույն խնդրեմ է։ Բացի դրանից Թրամփը խոսում է այն մասին, որ Պուտինը վճռականորեն որոշել է հակահարված տալ Ուկրաինային այն հունիս 1-յան այդ խայտառակությունից հետո։ Փորձենք հասկանալ, ֆիքսել քաղաքական պահը եւ նշмарել, թե ինչ միտումներ են ուրվագծվում։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, դա հետխորհրդային երկրների քաղաքականության հարցերով փորձագետ Аркадий Дубнов է Իսրայելից։ Приветствую вас, господин Дубнов. Спасибо, что приняли мое приглашение. Добрый вечер, Рубен. Спасибо за приглашение. Господин Дубнов, состоялся телефонный разговор между Трампом и Путиным по, ну, можно сказать, по итогам вот этой акции, военной акции 1 июня и переговоров в Стамбуле 2 июня. У Трампа появилась запись в Truth Social, куда он обычно излагает свои мысли. Потом эта запись исчезла, потом появилась вновь. И согласно этой записи они говорили еще про переговорный трек с Ираном, где, согласно этой же записи, Трамп чуть ли не запросил содействие Путина в том, чтобы финализировать сделку с Ираном. О чем это? Что за политический момент складывается в результате этого всего, с чем мы имеем и будем иметь дело? Прошу вас. Телефонный разговор Трампа и Путина был достаточно неожиданен по факту. Его не анонсировали заранее. Да. Ну, в общем, это не так часто и делается, но тем не менее сам по себе, так сказать, разговор возник, информация о нем уже возникла после того, как он состоялся. Я просто обращаю ваше внимание, что еще до переговоров в Стамбуле, еще до, накануне там 1 июня, Москвы, по-моему, помощник Путина Юрий Ушаков давал понять, что, в общем, не стоит ожидать каких-то возможностей организовать в скором времени встречу Путина и Трампа. Да, да. Вообще, мол, в этом году, а может быть, вообще в этом году не состоится. То есть, как бы так давали понять в Москве, что, в общем, особенно Москва не очень заинтересована, и нет базы для разговора. Не продвигается, так сказать, повестка дня, в первую очередь, на украинском треке, да? Да. И вот накануне переговоров в Стамбуле возникли события 1 июня, подрывы на железной дороге Брянской области. Упала конструкция автомобильного моста на пассажирский поезд, погибли люди. Еще некоторые происшествия в центральной России на железной дороге. Еще через несколько часов украинские беспилотники спорхнули из каких-то фур в далекой Иркутской области и ударили по российским аэродромам, где базируется стратегическая авиация. Да. Это чрезвычайно обострило обстановку накануне переговоров в Стамбуле. Москва явно, с одной стороны, не ожидая такого поворота дел, в общем, наблюдатели, и я в том числе, не исключал, что в ту же ночь будет какой-то очень резкий ответ, в ночь 2 июня. Но в Москве решили благоразумно сделать вид, что, в общем, не заметили. И состоялись эти так называемые переговоры, которые, трудно сказать, успешными, прямо скажем, если исключить гуманитарную их часть. Да.
Вот. Ну и наступило, скажем, 4 июня, когда, наконец, в Москве подвели итоги событий 1 июня, эти подрывы, наконец назвали эти подрывы террористическим актом, организованным украинскими спецслужбами. Взрывчатка была иностранного происхождения, но были утечки, что это американские пластики и так далее. Короче, я к тому, что если еще 1 июня силовики российские дали первое сообщение о том, что это был подрыв, то есть теракт, потом они убрали формулировку подрыва, как бы не хотели указывать пальцем, да, на тех, кого они винят. Но это еще было до налетов беспилотников по аэродрому. Да? Все это вместе такой, я бы сказал, аккумулирующий удар по позициям России, по переговорному, так сказать, состоянию дел. И вот возвращаемся к разговору в телефон. Понимаете, когда Путин решил сообщить Трампу о том, что, безусловно, теракт, а еще, так сказать, в тот же день были ссылки на Путина, который сказал, что с террористами не может быть переговоров вообще никаких, это старая, так сказать, его теза, и сообщил 47-му президенту Америки, что, безусловно, со стороны России последует ответ, когда и какой, это определят в Москве. А Трамп в передаче его же собственной, как вы указали, в его социальной сети, он констатировал, что Путин сказал, что будет ответ, и мирные переговоры никакой не продвинул. Я сегодня, повторяю, написал пост, смысл которого состоит в следующем. Трамп, выслушав Путина, который сообщил ему о предстоящем ударе, принял его к сведению, это сообщение. Понимаете? То есть Путин сделал Трампа своим конфидентом, как бы своим наперстником. Он ему сообщил, доложил, упредил. Да, и Трамп, мы никак не знаем, что ответил Трамп. Он только сказал, что разговор хороший, но смысла не имел. А что значит хороший разговор? Это означает, что Трамп ему не сказал: Владимир, я тебя понял, я тебя, так сказать, прошу этого не делать. Но звучало это так: я услышал тебя, Владимир. И все, он не сказал: нет, не делай этого. Да? И тогда лично для меня это выглядит имиджевой пиаровской победой Кремля. Потому что если раньше Трамп мог все время утверждать, что война в Украине произошла по вине предыдущего президента Байдена, он все время говорит: если я был бы тогда президентом, войны бы не было. Да. Да, и он все мог свалить на предыдущего президента. То теперь на такие утверждения ему всегда скажут: ну как же, а вы же ничего не сказали Путину, когда он вам сообщил о том, что он там нанесет удар. Какой силы, такой силы вы вообще никак не подвергли сомнению этот тезис. Вы не стали с ним спорить. Мы не знаем. А может быть, он и спорил, но мы этого не знаем. Поэтому с точки зрения внешнего рисунка ситуации мы можем сказать, что это в известной степени, я бы сказал, такая имиджевая потеря Трампа и победа Кремля. Я написал, что Кремль обыгрывает Белый дом с сухим счетом, понимаете? Вот так сегодня выглядит ситуация, и это еще раз говорит о том, что у Трампа нет серьезных аргументов, чтобы заставить Москву пойти на перемирие, которого там добивается в Украине, которые хотели бы видеть в Вашингтоне. И мы, конечно, можем сказать, как сказал один комментатор в моем посте, что еще надо помнить, что есть
и Зеленский в этом треугольнике, конечно, который специально поддразнивает Путина, вот, так сказать, устраивая, не отказываясь от этих акций 1 июня ударов, там, так сказать, по стратегической авиации. Но самое малоприятное, прямо скажем, это теракт на железной дороге, потому что там, очевидно, погибли совершенно не пассажиры в обычном гражданском поезде. Это, в общем, это не в пользу Зеленского, понимаете, в чем дело? Да, и это использует Москва, в общем, совершенно эффективнейший, так сказать, я бы сказал, своих подходов. Вот. Повторяю, в итоге мы видим, что Трамп у него нет аргументов, так сказать, наказывать Москву, наказывать Россию. Он, наоборот, все время оттягивает принятие каких-то решений, которые могли бы выглядеть как исполнение своих угроз. Он просит Сенат не рассматривать пока готовящийся законопроект о введении 500-процентных пошлин. Да. Хотя там вот группа сенаторов с Блюменталем и Линдси Грэмом уже говорит, что у них там большинство готово, и все, что называется, на мази, как говорится. Да? Нет, Трамп не разрешает это, начать этот процесс. То есть он все время ожидает, что он как-то сохранит канал связи с Путиным. И вот теперь отвечаем на ваш вопрос по поводу подключения к переговорам с Ираном по ядерной программе. Вот это и есть тот самый, как бы так сказать, параллельный путь, паллиатив такой, да, который позволяет, включив в уравнение решающую иранскую проблему ядерного обогащения, ядерной проблемы, да, обогащения урана, включает Москву, которая считается, что имеет какое-то влияние на Тегеран. Здесь не имеет значения в данном случае, готова ли это влияние Москва употребить. Главное, что Москву приглашают в этот треугольник, дают понять, что Вашингтон заинтересован опять сохранять каналы связи, более того, даже сотрудничать с Россией в умиротворении, так сказать, Ирана, злейшего врага Америки и Израиля, при том, что Россия является, так сказать, одним из ближайших партнеров Ирана, что было подтверждено заключенным в этом году очень, так сказать, серьезном договоре о сотрудничестве Москва-Тегеран. Ну вот, собственно говоря, поэтому мы видим, что сегодня Путин нужен Трампу гораздо больше, чем Трамп нужен Путину. Вот это какая история. Потому что война продолжается. Значит, положение на фронтах, на земле, в боевых действиях в Украине, в общем, так или иначе складывается не в пользу Украины. Несмотря на вот эти показательные акции, так сказать, с уничтожением нескольких самолетов, бомбардировщиков стратегической авиации, да, это не окажет никакого серьезного влияния на ход дела на земле. Понимаете, да? Вот в чем печаль. То есть продолжать будут гибнуть люди, продолжать будет расширение российского наступления в Украине с целью, так сказать, так или иначе закончить, финализировать эти действия до введения до каких-то логически приемлемых для Москвы пределов. И я не вижу серьезных оснований надеяться на то, что это может быть прекращено по просьбе, по желанию Вашингтона. Как мы все ожидали, могли ожидать. Да. Господин Дубнов, поговорим о перспективе санкций. Мы видим, что там в Вашингтоне тоже идут баталии, согласно американской прессе,
есть большое недовольство. Есть также опасения в том, что, впутывая Россию в этот иранский трек, с одной стороны, Трамп как бы выстраивает аргумент в пользу того, чтобы против России санкции не объявлять. И с другой стороны, это может испортить сделку с Ираном, возможную, учитывая хотя бы то, что Россия сама, в общем, особо и не заинтересована в том, чтобы эта сделка состоялась. Это как овец передать под охрану волкам. С одной стороны. С другой стороны, да, вот эта пара двухпартийная, Грэм и Блюменталь, они настроены решительно в том, чтобы эту повестку продвигать. И пресса пишет, что есть большой раздрай внутри республиканской партии. Каким вам видится дальнейшее развитие событий? Ну, вы, наверное, раз вы упомянули еще сенатора Блюменталя, который представляет Демократическую партию, да? И вместе с Линдси Грэмом он совершил поездку в Киев, дал там пресс-конференцию. Потом он собирался в Европу, в Париж, я не знаю, чем там, не видел сообщения о итогах встречи. Извините, да, там была встреча с Урсулой фон дер Ляйен, где была достигнута договоренность, чтобы эти новые санкции были бы синхронизированы с 18-м пакетом санкций со стороны ЕС. Об этом был пресс-релиз. Пожалуйста. Мой прогноз очень простой. Санкции в том виде, в котором их рекламирует сенатор Линдси Грэм, искренне желающий, так сказать, наказать Россию, да, за ее поведение, в этом вот объеме введены не будут. Вот просто не будут. Да? Потому что это будет означать фактически крах всей внешнеполитической концепции Дональда Трампа, в основе которой лежит умиротворение, так сказать, войны в Европе, и удружение с российским лидером. Да? Вот и все. А дальше начинается внутри, так сказать, политическая игра, дрязги межпартийные. Вы обратили внимание, что некоторые филиппики сенатора Блюменталя в Киеве, они были направлены в общем, в определенной степени против республиканцев и против, таким образом, Трампа. То есть это, в общем, мы, так сказать, видим такие протуберанцы, которые выскакивают вокруг Солнца, и мы понимаем, что за ними стоит не только попытка ввести эти ошеломительные санкции, ну и, в общем, они тоже мало будут выгодны для американского бизнеса, да, потому что они будут косвенно отражаться и на других сферах, так сказать, которые затронут американскую экономику. Так что вот это будет тягомотина идти дальше. А теперь еще меньше шансов после того, как договорились о том, что Москва подключится к иранскому треку, да, то как же можно наказать Москву, если она становится помощником Вашингтона? Из проблемы превращается якобы в решение проблемы, да, вот в этой логике? Ну, можно и так говорить. Так что это все, извините, бла-бла-бла. И в заключение, господин Дубнов, вот на фоне этого происходящего Россия заявляет о своих намерениях увеличить на 10 тысяч личный состав российских войск в Приднестровье. Здесь, конечно, возникает вопрос, по какому доступу, да, казалось бы, она там находится в изоляции с учетом тех реалий, которые сложились. И вообще, как это все проецируется на последующую политику России в постсоветском пространстве, интерес к которому даже вот на фоне ужесточающейся войны против Украины Россия все-таки сохраняет, более того, так выступает с довольно амбициозных позиций.
Как вам видится дальнейший ход событий? Прошу. Я заметил вот следующее. Вы правы, что здесь Россия сейчас демонстрирует последние недели очень такие амбициозные наступательные тенденции в отношении стран постсоветского пространства. Интенсивнейшая, так сказать, и народная, и ненародная, и профессиональная дипломатия, да, происходит в отношениях между Москвой и, скажем, столицами Центральной Азии. Да. Это просто нельзя не заметить, я даже не буду все это перечислять. На этом фоне вот сообщение, о котором вы говорите, я, честно говоря, его даже и не видел. Намерение увеличить на 10 тысяч группировку в Приднестровье российскую. Я вам скажу так, это моя совершенно как бы экспромт. Я думаю, что это попытка, так сказать, демонстративная втянуть европейцев, враждебных, естественно, европейцев, Россия, собственно говоря, других уже и не осталось, в некий торг с Москвой. Вот вы там укрепляете свои, так сказать, военные инфраструктуры натовские, скажем, в Балтии, в странах Балтии, да, где-то там в Польше. Ну, мы будем отвечать симметрично. Если вам это не нравится, усиление нашей Приднестровья, которое, в общем, угрожает, естественно, на этом восточном фланге НАТО, да, и усиливает подозрения в агрессивных, скажем, России, да, то Москва говорят, давайте сядем за стол, давайте решим эту проблему. Вы отступаете здесь, а мы отступаем тут. Ну, в общем, это вполне разумный, так сказать, подход, исходя из как бы логики Кремля, да? Как иначе остановить вот это наступление? Так сказать, усиление военного присутствия Запада, НАТО на западных границах России, да? Ну, собственно говоря, все последние годы так Москва поступала. Симметрично, асимметричные ответы, да. Вы нам эти ракеты, мы вам те ракеты, да, и так далее. Вот Орешник последним, так сказать, был ответы. Вот, так что это в логике, это совсем не значит, что дело решенное. О том, что эти 10 тысяч станут реальностью. Потом, тем более, надо еще и изъять эти 10 тысяч боеспособных, так сказать, солдат и офицеров с фронта в Украине. Вот. И вот мы видим, у России, ну, не осталось, кроме Беларуси, и то там тоже большой вопрос, не осталось ни одной страны на постсоветском пространстве, с которой у России нет проблем, да? Хотя там делается вид, что все хорошо, прекрасная маркиза, но у маркизы не все хорошо. Вот как вам видится дальнейшая динамика вот этого всего? Ну, слушайте, это же не новость, Рубен. Ну, в общем, не было уже довольно много времени уж так прямо совсем хорошо. Как только стало понятно и стала вырисовываться, так сказать, общая концептуальная линия внешней политики России по восстановлению своего влияния в постсоветском пространстве, и эта линия столкнулась с очевидным или малоочевидным как бы противодействием этих стран, поскольку они проводят многовекторную политику и хотят ориентироваться на другие мировые центры силы, не только на Запад, но, скажем, и на Китай. Но с началом военных действий в Украине это стало абсолютно, так сказать, выпуклым, рельефным и очевидным фактом. Вот это противостояние. Ни в одной стране, кроме Беларуси и СНГ, никто не смог сказать, заявить о солидарности России в проведении операции в Украине. Да? Вот, так сказать, знаменателем такой позиции был тезис: это не наша война. Это не наша война. В каких столицах так и было сказано. Да, в Центральной Азии в частности. Поэтому что тут, собственно говоря, удивительно. Поэтому прогноз
здесь не может быть четким. Единственное, что я могу сказать, что все будет зависеть от того, в каком формате, в каком рисунке закончатся все-таки боевые действия в Украине. Да, явно, что они вряд ли приведут к тому, что Россию заставит отступить к границам 91-го года, я имею в виду границам с Украиной. Да? Начнется, так сказать, такое противостояние по берлинскому сценарию, в смысле по германскому вопросу, разделенной Германии, ну и там по корейскому, так сказать, разделению, значит, по 17-й параллели, как угодно. Снова как бы откроются возможности для начала новой холодной войны между Востоком и Западом. И это на десятилетие. Какую позицию вынуждены будут занимать страны СНГ? Я думаю, что никто из них не захочет отношения с Россией настолько, чтобы получить, что называется, возможность какого-то неприятного развития событий в отношении своей там территории, своих позиций, да, и так далее. Да? Москва будет использовать достаточно много резонов, чтобы сохранить свое влияние, в том числе и как бы продавливая или поддерживая будущие транзиты власти в той или иной стране. Да, демократические выборы я не предвижу в какой-либо стране, но, может быть, вот у вас в Армении могут состояться какие-то выборы, так сказать, да, с альтернативными позициями, да. Ну вот в Молдове мы сейчас это видели, может быть, да. Во всех остальных случаях Москва будет использовать свое влияние, чтобы у руководства стояли такие деятели, которые не захотят как бы входить в контры с Москвой. Вот, собственно говоря, вся эта будет так политика все время балансировать на грани фола. Спасибо вам большое, господин Дубнов, за ваши очень важные наблюдения и заключения, которыми вы поделились с нашими телезрителями. Берегите себя, вашей стране, Израилю, скорейшего мира. И до новых встреч. Всего вам доброго. Спасибо, Рубен. Всего доброго. До свидания. Ամենք զրուցեցինք մեր գործընկեր հետխորհրդային երկրների քաղաքականության հարցերով փորձագետ Արկադի Դուբնովի հետ Իսրայելից, լսեցինք իր դիտարկումները կապված Թրամփ-Պուտին վերջին շփումների, ինչպես նաև դրա հնարավոր հետխորհրդային երկրների ուղղությամբ պրոյեկցիայի հետ։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում Կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև։ Համաձայն հաղորդագրության Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին մուսուլմանական Ղուրբան Բայրամ տոնի կապակցությամբ, Էրդողանն էլ է շնորհավորել, սակայն ավելի քաղաքական առիթով, մասնավորապես 26 թվականի գարնանը Երևանում կայանալիք այդ եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովը անցկացնելու որոշման կապակցությամբ։ Եվ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Այս հեռախոսային խոսակցությունը տեղի ունենում մի շարք միջազգային օրակարգի այսպես առաջնահերթ հարցերի համատեքստում, մասնավորապես դա Միացյալ Նահանգներ-Իրան բանակցություններն են, որոնք
վերաբերվում են մեր տարածաշրջանի անվտանգային միջավայրին, հա, Իրանը հարևան է թե մեզ, թե Թուրքիային, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին, որոնք ընթացան Ստամբուլում, այն նույն Թուրքիայում, եւ ըստ էության բացի հումանիտար հարցերի մասնակի լուծումից այլ որևէ արդյունք չարձանագրեցին։ Մինչդեռ Ռուսաստանն էլ, ինչպես Թրամփն է իր գրառման մեջ այդ հեռախոսազրույցից հետո Պուտինի հետ նշում, որ շատ վճռական, այսպես հայտնել է իրեն հակահարված տալու մտադրության մասին։ Բացի դրանից էլ համաձայն այդ հաղորդագրության Թրամփը Պուտինից հայցում է օգնություն Իրանի հետ գործարքը վերջնականացնելու։ Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև Ռուսաստանը հարց է առաջանում, իսկ որն են հիմքեր, Ռուսաստանը շահագրգռված է, որ ընդհանրապես այդ գործարքը լինի, ել չասած այն հարցի հետ կապված, թե ինչու պետք է Պուտինն օգնի Թրամփին։ Մինչդեռ նաև հայտնի է դարձել, որ Թրամփը իր կուսակիցներին առաջարկել է հետաձգել պատժամիջոցների հայտարարումը Ռուսաստանի նկատմամբ, դրա մասին գրում է ամերիկյան մամուլը։ Ինչպես այս ամենին կարձագանք են հանրապետականները, որովհետև Վաշինգտոնում մեծ է դժգոհությունն այս ամեն ինչից, մամուլն է դրա մասին գրում, կան հակասություններ հենց հանրապետական կուսակցության ներսում, եւ ահա մեր տարածաշրջանում մենք տեսնում ենք, որ Փաշինյան Էրդողան այսպես սիրալիր խոսակցությունը տեղի ունենում, փոխադարձ շնորհավորում են, հարցեր են քննարկում, կարելի է ասել որոշ առումով երկխոսությունն ընդլայնելու հիմքեր են ուրվագծում կողմերը։ Փորձենք հասկանալ, ֆիքսել քաղաքական պահը եւ գնահատել այն։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Արսեն Խառատյանը, կոնֆլիկտաբան, արևելագետ եւ Ալիք մեդիայի հիմնադիր։ Բարև եք եկել, պարոն Խառատյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Խառատյան, դուք հեռավորության վրա գտնվելով, բայց այնուամենայնիվ ուշի ուշով հետևում եք այս դեպքերի զարգացմանը։ Նախ սկսենք այս հեռախոսազրույցից, ինչ էր սա, ինչու հիմա։ Իհարկե Կուրբան Բայրամը դա մի առիթ է, բայց միայն առիթ, այնուամենայնիվ կարծեք հիմքեր էլ կան, երկուստեք շահեր էլ, որ այս խոսակցությունը տեղի ունենա։ Ձեր գնահատականը, համեցեք։ Սկսենք նրանից, որ նման հեռախոսազրույցեր եղել, այսինքն շնորհավորանք էր եղել արդեն նախկինում, անցյալ տարի մենք համանման ուրեմն իրադրության ականատես եղանք, այսինքն կրոնական տոնն օգտագործելու ուրեմն առիթով, այսպես ասած, հաղորդակցվում են երկրների ղեկավարները։ Նախորդ անգամ հիշում ենք, որ Էրդողանը մեզ զատկի կապակցությամբ էր շնորհավորում, ամեն դեպքում, այսպես ասած, կոմունիկացիոն խողովակը կարծես թե այս շրջանակում ընկալելի է, ընդունելի է եւ տրամաբանական, բայց ինչ խոսք փաստ է, որ սա նաեւ իցույց է դնում այն հանգամանքը, որ կարծեք թե ամենաբարձր մակարդակում Երևան-Անկարա խոսակցություն է ծավալվել կամ գոնե կոմունիկացիոն խողովակ է աշխատում եւ սա արվում է հրապարակավ։ Նաև ակնհայտ է, որ Տիրանայում կայացած ուրեմն այդ նույն եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ընթացքում, որտեղ այդ կարճ խոսակցությունը տեսանք Փաշինյան-Ալիև ֆորմատով, որտեղ նաև Էրդողանն էր ներկա, ուրեմն այս ֆորմատում գուցե նախապես ինչ որ
քննարկում է եղել գուցե նաև առայն, որ օրինակ այս երկրները Ադրբեջանն ու Թուրքիան այս պարագայում նույնպես դեմ չեն, որ Հայաստանում սա կայանա, հա, այսինքն գուցե սա եւ եթե Թուրքիայի տեսանկյունից նայելու լինենք, ապա սա Թուրքիա-Եվրամիություն հարաբերության համատեքստում է, այս ուղղությամբ նույնպես բավականին ակտիվ խոսակցություններ են ընթանում, ինչպես գիտեք, մի կողմ դնենք, թե վերջին 30 տարիների ընթացքում Թուրքիայի եւ Եվրամիության միջև ինչպիսի երկխոսություն կամ ինչպիսի առաջընթացներ են եղել, փաստն այն է, որ բնականաբար թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն ընդհանուր առմամբ, այսպես ասած, վաճառելու է Եվրոպայում որպես կառուցողական վարքագիծ։ Բայց առավել կարևոր է թերևս թե ինչի շուրջ են պայմանավորվել, օրինակ արդյոք խոսվել է այն մասին, որ առաջիկայում հրավեր լինի կամ ինչ-որ այլ համատեքստում հանդիպում կամ կոմունիկացիա լինի։ Սրա մասին թերևս ավելի ուշ կիմանանք, բայց մի բան հստակ է, որ այն օրակարգը, որն առկա է երկու երկրների ներկայացուցիչների միջև, այսինքն Ռոբինյան քլչ խոսակցության համատեքստում, որը առավելապես բնականաբար պիտի վերաբերեր դիվանագիտական հարաբերություններ ուրեմն ստեղծելու եւ սահմանը բացելու շուրջ, այս օրակարգը թերևս առավել առաջնայինը չէ, ուստի պետք է հասկանանք, թե այդ պարագայում ինչի շուրջ է Հայաստան-Թուրքիա այս խոսակցությունը, նաեւ հիշենք, որ ուրեմն Հարավային Կովկասում բավականին ակտիվ գործընթացների տրամադրություններ են նախանշվում, կարծեք թե Եվրամիությունը նույնպես հետաքրքրված է ռեգիոնալ ենթակառուցվածքներում ներգրավվելու հարցում։ Մենք տեսանք Կենտրոնական Ասիայում Եվրամիության ուրեմն ակտիվ ներգրավվածությունը, հիմա ենթադրում եմ, որ նաև այստեղ Թուրքիան լինելու է կարևոր գործոն, եթե տեսնելու ենք ուրեմն առավել ակտիվ ներգրավվածություն ներդրումների կամ ճանապարհային տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման կամ գործարկման տեսանկյունից։ Արագ թերևս անդրադառնանք նաև Թրամփ-Պուտին խոսակցությանը, այո, որի մասին ձեր բացման խոսքում նշեցիք, այո, ակնհայտ է, որ այդ ուղղությամբ մեծ առաջընթաց չկա եւ մենք տեսանք, որ նախորդ խոսակցությունից հետո Ռուսաստանի կարծեք թե ոչ շատ այսպես ասած կառուցողական պահվածքից հետո Թրամփը լրագրողների հետ խոսակցության ընթացքում ասել էր, որ կարծես թե Պուտինը չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում եւ հարցին թե արդյոք ինչ որ ուրեմն ռեակցիա լինելու է Վաշինգտոնից, այո, ասվում է լինելու է, ես սա պատժամիջոցների եւ այլնի հարցը մի կողմ դնենք, ակնհայտ է, որ օրինակ վերջին օպերացիան, որ Ուկրաինան իրականացրեց Ռուսաստանի տարածքում եւ այն թիրախները, որոնք ընտրվել էին, այո, խոսվում է այն մասին, որ սա տևական ժամանակ պլանավորած գործողություն էր, բայց դժվար է պատկերացնել առանց ամերիկյան կողմի որոշ տեղեկատվության այդպիսի ուրեմն գործողություն իրականացնելը։ Բայց ճիշտ է, որ Վաշինգտոնում կամ Միացյալ Նահանգներում այսպես ասած չափազանց մեղմ կամ անհասկանալի քաղաքականությունը սրերով է ընկալվում, այսպես ասած բան չի, այսինքն միայն Թրամփի հարցը չի, եթե տեսնեինք, թե ինչ է տեղի ունենում Ռուբիոյի հետ կոնգրեսում, կոնգրեսի արտաքին հարաբերությունների ժողովում, եւ թե ինչ կերպ էին խոսում կոնգրեսականները, իսկ պիտի հիշենք, որ Ռուբիոն ինքը այդ միջավայրից է, հա, նախկին սենատոր է, շատ լավ գիտի սահմանները, եւ հարցին թե եւ ինչ հիմա դուք որպես ադմինիստրացիա Պուտինին հանցագործ համարում եք թե չէ, ամեն կերպ խուսափողական պատասխանել, այսինքն հարցերը միայն մամուլով չէ, որ քննարկվում է, այլև քաղաքական լրջագույն հակասություններ կան, այսպես ասած դեռևս անհասկանալի նոր Վաշինգտոնի քաղաքականությունում Ռուսաստանի պարագայում։ Պարոն Խառատյան, այնուամենայնիվ այս իրավիճակը շատ որոշակի համատեքստ է ձևավորում հատկապես Թրամփի արած եւս մի քայլի հետ կապված այս Ստամբուլում ըստ էության այդ
ըստ էության տապալված բանակցություններից հետո այդ հեռախոսազանգում, երբ ինչպես ասում են, մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչին են կապում, հիմա Պուտինն իբր իր խաղաղության հարցը կամ իր հետ կապված գործարքի հարցը լուծեց, հիմա էլ Թրամփը նրան, այսպես ասենք, նրա օգնությունն է հայցում Իրանի հարցում, մինչդեռ պարզ է, որ Ռուսաստանը ամենևին էլ շահագրգռված չէ, որ այդ գործարքը տեղի ունենա։ Այս ամենն էլ ուզենք չուզենք, այո, պատտվում է մեր շուրջ։ Այստեղ դուք ինչ միտումներ եք տեսնում, համեցեք։ Դե պետք է չմոռանանք, որ փետրվարին Ռուսաստանի Իրանի միջև կնքվեց ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը, Փեժեշքյանը Մոսկվայում էր եւ ակնհայտ էր, որ սա ուղիղ պիտի պայմանավորված լինի Իրան-ԱՄՆ բանակցությունների հարցում, որոշ շարքումները պնդում էին, թե սա միջուկային հովանոց է Ռուսաստանի կողմից Իրանի համար եւ կամ այսպես ասած Ռուսաստանի հետ բարիդարացիական հարաբերություններով փորձեր արվում նաեւ այո Միացյալ Նահանգների հետ ավելի ուժեղ դիրքերից բանակցել։ Ես չեմ կարող ասել կոնկրետ ինչ հարցում է Թրամփը ակնկալում Ռուսաստանի ներգրավվածությունը հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, բայց մի բան պարզ է, որ առնվազն գոնե այս պահի դրությամբ Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի այսպես հավանություն Միացյալ Նահանգներից չկա եւ դա լավ է, հա, այսինքն գոնե գիտենք, որ Մերձավոր Արևելքում կամ Մեծ Մերձավոր Արևելքում գոնե այս պահի դրությամբ չկա աշխարհակական կոնսենսուս որևէ լուրջ ռազմական գործողություն իրականացնելու։ Պարզ է նաև, որ այո, Ռուսաստանը կարող է ինչ որ հարցերում Իրանի հետ կոմունիկացիոն խողովակ լինել, բայց կարծում եմ Միացյալ Նահանգները դրա կարիքը պիտի չունենային։ Այլ հարց է, որ օրինակ, երբ խոսում ենք Ստամբուլյան բանակցությունների մասին, Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների մասին, որոնք երկրորդ փուլի նախօրեին տեսանք, թե Ուկրաինան ինչ հարձակում իրականացրեց, եւ այնուամենայնիվ ռուսական կողմը գնաց այդ բանակցություններին, հա, այսինքն խնդիր էր արդյոք այսպիսի պայմաններում ռուսները պիտի գնան, թե ոչ, եւ պարզ է նաեւ, որ խոսակցությունը որևէ լուրջ արդյունք չի կարող տալ, քանի որ մեծ հաշվով կողմերը պատրաստ չեն իրականում դադարեցնել այս պատերազմը, փորձում են հնարավորինս շատ շահած դուրս գալ մինչև այն կետը, երբ հնարավոր կլինի զինադադար հաստատել։ Ես նաև զարմանում եմ որոշ իմաստով, որ հենց Թուրքիան է դառնում այն տարածքը, որտեղ ռուս-ուկրաինական բանակցություններ են ընթանում, նաև հաշվի առնելով Ռուսաստանի ունեցած խնդիրները Թուրքիայի հետ Մերձավոր Արևելքում, Սիրիայում, որտեղ գիտեք, թե իրավիճակը ինչպես է փոխվել, բայց փաստ է, որ կարծեք թե Էրդողանը դառնում է առավել էական խաղացողը հենց նաև ռուս-ուկրաինական համատեքստում եւ սրա հետ հաշվի չնստել հնարավոր չէ։ Պարոն Խառատյան, փաստորեն մենք տեսնում ենք Ռուսաստանը շարունակելու է պատերազմը։ Այստեղ գոնե մենք կասկած չունենք, ի վերջո Ստամբուլյան այդ բանակցությունները ինչպես ավարտվեցին։ Լուծվեցին հումանիտար հարցեր, ռուսական կողմը մերժեց գագաթնաժողովի գաղափարը, ռուսական կողմը մերժեց զինադադարի գաղափարը, այսպես հերթապահ կարգով առաջարկեց 2-3 օրվա զինադադար դիակները հավաքելու համար, ինչին էլ Զելենսկին պատասխանեց, որ դուք սակավամիտներ եք, մինչդեռ մենք առաջարկում էինք մի բան, որ այդ դիակներն ուղղակի չլինեին։ Եվ փաստորեն, այո, Թրամփն էլ Պուտինի հետ զրույցից հետո գալիս է այն եզրակացության, որ այո, այս խոսակցությունը շատ լավն էր, բայց խաղաղության մասին չէր։ Պուտինն էլ շատ վճռականորեն խոսեց, որ հակահարված չի կարող չտալ, դե այդ ամենն էլ պարզ է ինչի է բերելու։ Մյուս կողմից
Մենք տեսնում ենք առաջին անգամ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը ըստ էության ոչ ֆիզիկապես, ոչ էլ on-line չի մասնակցելու Ռամշտայնին, եւ Թրամփն էլ մյուս կողմից այդ Գրեմ Բլումենտալ զույգի կողմից այդ օրինագծին այսպես արգելակում է, հա, դրանց այդ օրինագծի քննարկումը, որը պատժամիջոցները նոր պատժամիջոցները ենթադրում ընդդեմ Ռուսաստանի։ Իդեպ Լինդսի Գրեմն էլ Բրյուսելում էր եւ հանդիպում ունեցավ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որ կոորդինացնեն այդ սանկցիոն քայլերը, հա, Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները, եւ ահա Թրամփն այսպիսի արձագանք է տալիս։ Հիմա այս ամենի ֆոնին հարցս հետեւյալն է. մենք տեսնում ենք, որ այո, Ռուսաստանը շարունակելու է իր պատերազմական գործողությունները, բայց զուգահեռաբար, պարոն Խառատյան, Ռուսաստանը բավականին այսպես մարտնչող հռետորաբանությամբ, իներցիայով շարունակում է խոսել հետխորհրդային երկրների հասցեին եւ այդ երկրների հետ։ Նաև ըստ էության պլանավորում միջամտություն ընտրություններին թե Մոլդովայում, թե Հայաստանում։ Հա? Ինչպես եք դուք տեսնում, այսպես ռուսական գործոնի դինամիկան մեր հետխորհրդային տարածքում եւ Հայաստանում մասնավորապես հաշվի առնելով նաև հենց այդ համատեքստում այս պետություն եկեղեցի այս ահագնացող հակամարտությունը։ Համեցեք, որովհետև այս կոռելացիան այլևս արդեն աչք է ծակում։ Համեցեք։ Դե խնդիրների մի ողջ բազմություն ներկայացրիք, այո, սկսենք գուցե վերջից, ես կարծում եմ, որ այս խոսակցության որակը մեզ համար բավական լուրջ խնդիրներ է առաջացնում եւ էլ ավելին է առաջացնելու։ Անկախ նրանից, թե ինչպիսի խնդիրներ կա եկեղեցի ինստիտուտի կամ հոգեվորականների հետ առանձին, ես կարծում եմ, որ պետության ղեկավարը պետք է այլ կերպ այս հարցերին մոտենա եւ եթե բարոյաէթիկական հատվածը թողնենք մի կողմ, եթե կան իրավունքի իրավական հարցեր, ուրեմն խնդրեմ զբաղվեք իրավական հատվածով, բայց ես կարծում եմ, որ այսպիսի վարքագիծը հատկապես այս ճգնաժամային փուլում մեր հանրային եւ Հայաստանի ներսում եւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում գոյություն ունեցող տարբեր հարցերի անդունդն էլ ավելի է խորացնելու։ Ես վստահ չեմ, թե սա ամենաէֆեկտիվ մեթոդն է խնդիրների մասին խոսելու։ Սա մի կողմ։ Ռուսաստանի ներգրավվածությունը անկասկած լինելու է տարբեր օղակներով, Հայաստանում էլ է լինելու եւ Մոլդովայում, ինչպես նշեցիք, խորհրդանական ընտրություններ են, չնայած նրան, որ Մայասանդուն կարողացավ հաղթել նոյեմբերին, բայց բարդ է լինելու խորհրդանական ընտրությունների աշնանը եւ մոդելները, մեթոդները, որոնք Ռուսաստանը կիրառել է արդեն իսկ, մի կողմից պարզ է, որ դրանց ինչ որ դրսևորումներ լինելու է, մյուս կողմից պետք է թերևս մեզ համար ուսանելի դառնա, որպեսզի առավել պաշտպանված կամ պատրաստված լինենք դրան։ Կասկած չկա նաեւ, որ ուրեմն առաջիկայում մենք տեսնելու ենք ել ավելի սրացող աշխարհաքաղաքական խոսակցություն մեր հանրության ներսում եւ նաեւ թերևս առավել ցեցուն են դառնալու, այսպես ասած, ռուսական գաղափարախոսության կրողների գործունեությունը։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ցավոք Հայաստանում չկա հետազոտություն, որով, այսպես ասած, քարտեզագրված լինի ռուսական հետաքրքրությունների կրողների ցանկը։ Դա միայն առանձին անհատներ չեն, քաղաքական գործիչներ չեն։ Դրանք մեդիաներն են, դրանք քաղաքական խմբերն են, դրանք արդեն իսկ գրանցված հասարակական կազմակերպություններն են եւ այսպես շարունակ։ Ես կարծում եմ, որ սա չափազանց կարեւոր գործ է, որը պետք է անել։ Բայց մի պահ, եթե վերադառնալու լինենք ավելի լայն խոսակցությանը կամ քննարկմանը, այո, Ռուսաստան-Ուկրաինա հարթությունում մոտ ապագայում չենք տեսնելու կարծես թե որևէ լուրջ արդյունք, ինչը Թրամփի համար եւ ներքաղաքական ապրումով եւ ընդհանրապես հեղինակության տեսանկյունից աշխարհում բավական լուրջ խնդրեմ է առաջացնում։ Սա մի հարց է, որի
լուծման, այսպես ասած, օրակարգով է եկել Թրամփը, ակտիվ ներգրավվել է իր նախագահության առաջին իսկ օրերից եւ կարծես թե դեռևս լուրջ արդյունք չկա եւ կարծես թե նաեւ հնարավոր չի եղել եվրոպացի գործընկերներին կոնսոլիդացնել որևէ գաղափարի շուրջ, ավելին հակառակն ենք տեսնում, ինչպես դուք ճշգրիտ նշեցիք, ես էլ նախորդած շաբաթների ընթացքում Եվրոպայում եմ եղել, այդ թվում Բրյուսելում եւ տեսել եմ եւ լսել եմ, որ ոչ միայն այսպես ասած հետ քայլ չի լինելու, այլև առանձին եվրոպական գործիչներ, պետություններ եւ Եվրամիությունն ընդհանուր առմամբ ել ավելի է կոնսոլիդացվել ուկրաինական հարցի շուրջ, վառ օրինակ Մեծ Բրիտանիայի հայտարարությունը 100,000-ի հասնող դրոններ մատակարարելու տեսանկյունից, Գերմանիայի կանցլերի հայտարարության մասին խոսել ենք նաև նախորդ շաբաթ, նաև հասկանում ենք, որ այցերը Բրյուսել փորձ է Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջև եզրեր գտնել, խոսելու, հասկանալու, թե ինչպես է կարելի լուծումներ գտնել, որտեղ Պուտինի հետ խոսակցության կամ Ռուսաստանի հետ կարգավորման Թրամփի օրակարգում ինքը մնացել է մենակ, այսինքն շատ չեն եվրոպական այն պետությունները եւ ղեկավարները, որոնք պատրաստ են այս տրամաբանությամբ առաջ շարժվել, ուստի կարծում եմ, որ կախված նրանից իհարկե թե որքանով հնարավոր կլինի ներքաղաքական իմաստով Միացյալ Նահանգներում կոնսենսուսի հասնել Ռուսաստանի հետ ուրեմն հարաբերություններով Ուկրաինայի հարցը լուծելու գործում, որը կրկնեմ բավական բարդ է լինելու նաև ամերիկյան քաղաքական ուրեմն շրջանակների հետ, միևնույն ժամանակ եթե կային այսպես ասած շահարկումներ առայն, որ Թրամփի այս քաղաքականության արդյունքում Եվրամիությունը փլուզվելու է ուկրաինական ուրեմն օրակարգի հարցում, մենք դեռևս տեսնում ենք դրա ճիշտ հակառակը։ Այո։ Պարոն Խառատյան, էլի գալով հայ-ամերիկյան հարաբերություններին, այդպես ստացվեց, որ վերջին օրերին մի պահ եղավ նույնիսկ, երբ մեր տարածաշրջանի հենց 3 մայրաքաղաքներում էլ կային ամերիկյան ներկայացուցիչներ, պատվիրակություններ, ընդ որում թե գործադիր, թե օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ։ Մասնավորապես ազդեցիկ սենատի անդամ եւ պետդեպարտամենտի ներկայացուցիչներ, հանձնապես փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով։ Դրանցից հետո Հայաստանում աշխատեց էներգետիկայի նախարարության պատվիրակությունը եւ խոսակցություն էր գնում միջուկային պրոյեկտի մասին Հայաստանում, նորատոմակայանի, այսպես 3.4 միլիոն դոլարի արժողությամբ այսպես համալիր տրենաժոր փոխանցվեց Հայաստանի մեծամորի ատոմակայանին, հա, որը էապես բարձրացնում է անվտանգության մակարդակը, ինչպես եք դուք գնահատում այդ ընթացքը Հայաստանի եւ Արևմուտքի, մասնավորապես Ամերիկայի հետ, գալով Եվրոպային, մենք տեսանք այս վերջին օրերին Եվրոպան հավելյալ ազդակներ ըստ էության ուղղեց դեպի Երևան, դա այն նորդիկ, բալտիկ 8-յակի արտգործ նախարարությունների միջազգային տնօրենների պատվիրակության այցներ Հայաստան, նաև Գերմանիայի տարածաշրջանում երկրների դեսպանների հավաքը Երևանում, արտգործ նախարարության Գերմանիայի արտգործնախարարության, Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա եւ Արևելյան գործընկերության այդ դեպարտամենտի ղեկավարի գլխավորությամբ։ Ընդհանրապես այս ֆոնին, երբ ռուսներն էլ ոնց որ ավելի են թաթախվում Ուկրաինայի պատերազմում, Հայաստանը ինչպես է իր հարաբերությունները կառուցում Արևմուտքի հետ, տեմպերը արդյոք բավարար են, թե կարելի է ավելի մասշտաբային դարձնել, թե սա այն առավել հնարավորն է, որ կարելի է անել հաշվի առնելով այն քաղաքական ռեսուրսը, որ մենք ունենք, համեցեք։ Ուրեմն սկսենք հայ-ամերիկյան երկկողմից, մենք ձեզ հետ եւս այդ խարտիայի ստորագրման ժամանակ բավական մանրամասն քննարկել ենք
հարցը եւ հիշում ենք այսօր էլ արտգործնախարարը խորհրդարանում հիշեցրեց, որ չնայած բոլոր շարժումներին թե գնացող ադմինիստրացիայի այսպիսի փաստաթուղթ են ստորագրում բավորգան ու զրոյացնեն, քանիցս ասացինք, որ ակնհայտ է, որ սա ամերիկյան պետության հետ է, բայց նաև անցումային փուլում Թրամփի անցումային թիմի հետ էր քննարկվել եւ առաջին մեր հետ կապված առաջին հայտարարություններից մեկը, որ պետք է փոխարինությունից լսել ենք, հենց այն է, որ այո, այս կետից ենք շարունակելու բանակցությունները, ինչը ես շաբաթանց կարևոր եմ համարում եւ այն ինչ մենք կանխատեսում ենք, կարծես թե հենց այդպես էլ ընթանում է։ Չափազանց կարևոր է, այո, հենց էներգետիկայի ոլորտում տկեն նախարարությունում տեղի ունեցած հանդիպումը, գումարը, որ նշեցիք, դրանից շատ ավելի մեծ գումար նախատեսված էր Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման գործակալության տրամաբանության մեջ, բայց քանի որ ինչպես գիտենք USAID-ին փակվել է, հիմա այլ խողովակով կարծես թե այս ներգրավվածությունը կա եւ սա առավել կարևոր է այն տեսանկյունից, որ միջուկային համագործակցությունը, որի շուրջ կարծես թե համաձայնություն կար, տեղից շարժվում է, ես որքանով գիտեմ, նաև այն ինչի մասին խոսել ենք, այսինքն այդ փոքր կայանների հարցը, նաև ամերիկյան մասնավոր մի ընկերություն, որը ակտիվ զբաղված է դրանով, արդեն Հայաստան այցելել է նախորդ ամիսների ընթացքում։ Խոսքը Westinghouse-ի մասին է։ Ճշգրիտ։ Այսինքն պետք է սպասել, որ այս ուղղությամբ բավական լուրջ տեղաշարժեր կարող ենք տեսնել։ Անկախ ամեն ինչից ուզում եմ հիշեցնել, նույնիսկ եթե այս համագործակցությունը մտնի էլ ավելի էական փուլ, այսինքն եւ որ բարձ դառնա ինվեստիցիայի մասշտաբները եւ ժամանակացույց գծվի, առնվազն 10 տարի է անհրաժեշտ լինելու, որպեսզի մենք ունենանք որևէ լուրջ արդյունք, բայց ինքնին այն փաստը, որ այդ գործընթացը մեկնարկում է, ներդրումները սկսում են գալ եւ նաև սա է դառնում մեր, այսպես ասած, ատոմակայանը փոխարինելու հեռանկարը, իսկ մենք դա պիտի անենք առնվազն մինչև 2038 թվական, ապա ուրեմն կարող ենք համարել, որ եթե նույնիսկ խարտիայով նախատեսված որևէ այլ բան էլ չստացվի անել, սա ես կհամարեմ մեծագույն նվաճում մեզ համար։ Հիմա վերադառնալով Միացյալ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում, ինչ խոսք այդպես է, ակնհայտ է, որ Ռուսաստանի զբաղված լինելը Ուկրաինայով բնականաբար պիտի օգտագործվեր Միացյալ Նահանգների կողմից հնարավորինս ակտիվորեն ներգրավվելու եւ մեր տարածաշրջանի առանձին երկրների եւ մեզ հետ որպես տարածաշրջան, ինչը ենթադրում է, որ ուրեմն խոսակցություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները Հայաստան-Ադրբեջան տիրույթում առանձին ուրեմն քննարկումներ են ծավալում խաղաղության պայմանագրի շուրջ, թերևս իրականության հետ կապ ունի։ Չի կարող սա դուրս մնալ ԱՄՆ-Իրան խոսակցությունից, բնականաբար, եթե այդ ուղղությամբ տեղաշարժ է լինելու, ապա ուրեմն Հայաստանը ու Ադրբեջանը բնականաբար նույնպես կարևոր ուրեմն ներգրավվածություն պիտի ունենա հնարավոր ավելի լայն, այսպես ասած, օրակարգում, դա կլինի ներդրումների տեսքով, թե դա կլինի ենթակառուցվածքի ուղղությամբ, դեռևս վաղ է խոսել։ Այն ինչ նշեցիք չափազանց կարևոր է գերմանացի դեսպանների հավաքի, տարածաշրջանային դեսպանների հավաքի առումով, հիշեցնեմ, որ եթե նախկինում առավելապես Վրաստանն էր դրա կենտրոնը, այժմ Հայաստանը կարծես թե ինչ որ իմաստով ստանձնել է Եվրամիության եւ արևմտյան պարտներների համար առավել, այսպես ասած, անվտանգ տեղը, այսինքն բարձ է, որ արևմտյան դեսպանները նաեւ թերևս ինչ որ հարցերում վստահության պակաս ունեն Վրաստանի բարակայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսնում ենք նախորդին նաև լուր եղավ այն մասին, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ինֆորմացիոն կենտրոնն է փակվում Վրաստանում, դե բնականաբար նաև թերևս պետք է ենթադրել, որ ինչ որ իմաստով Ռուսաստանի ներկայությունը կամ ազդեցությունը գոնե արևմտյան գործիչների ընկալումներով ավելանում է, իսկ սա խնդիր է շատերի համար։ Հիմա ինչքանով է ուրեմն Միացյալ Նահանգների կամ Թրամփի, այսպես ասած,
ոչ լուրջ առաջընթացը ուկրաինական ուղղությամբ եւ Գազայի ուղղությամբ դառնալու ավելի մեծ մոտիվացիա, որպեսզի Վաշինգտոնը եւ պետքարտուղարությունը ներգրավվեն օրինակ Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցում Երևա առաջիկայում ես կարծեք թե այսպես ասած զգուշավոր լավատեսությամբ այսօր նաև լսեցի արտգործնախարարի այն տեքստը, որ կարծես թե կարող է շատ մոտ ապագայում այստեղ առաջընթաց ունենանք։ Ես այս ենթադրությունն արել էի նաև նախկինում, այո, եթե Միացյալ Նահանգներն իրապես տեսնեն, որ շանս կա, որ օրինակ արկա տեքստը, որի շուրջ համաձայնություն է եղել, կարող է ստորագրվել, ապա այս ուղղությամբ կարող է լուրջ քաղաքական ռեսուրս ծախսվել, որովհետև նաև այս փուլում հատկապես Վաշինգտոնին իհարկե հաջողության պատմություններ են պետք։ Ահա։ Մանավանդ այս ռուս-ուկրաինական բանակցությունների ֆոնին, որտեղ Միացյալ Նահանգները չափազանց մեծ քաղաքական ռեսուրս ծախսեցին, այդպես է։ Անխոս, հենց դրա մասին եմ խոսում, այսինքն հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարծեք թե մոտ ապագայում էական դրական տեղաշարժեր չեն լինելու խաղաղության հաստատման տեսանկյունից, գուցե հավանականությունը, որ ամերիկյան կողմը կցանկանա իրապես լրջագույն ներգրավվածություն ունենալ առաջընթաց ապահովելու հայ-ադրբեջանական ֆրոնտում կարող է դառնալ որոշում եւ այդ մասին ժամանակ սպասեցնել չի տա իրեն, ասեմ ձեզ, մոտ ապագայում տեսնելու ենք սրա մասին լուրեր եւ կարծում եմ նաեւ հայտարարությունների տեսքով պաշտոնական։ Շատ շնորհակալ եմ պարոն Խառատյան, ձեր այս չափազանց կարևոր եւ հանգամանալից դիտարկումները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մինչ նոր հանդիպում ամենայն բարիք։ Ես եմ շնորհակալ։ Ստեսություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր արևելագետ կոնֆլիկտաբան Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Արևմուտք, Հայաստան-Ռուսաստան եւ միջազգային մի շարք իրադարձությունների հետ։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նույն ձեզ։